Բարի երեկո։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք խոր հետք թողեցին ոչ միայն պետության ու ժողովրդի պատմության մեջ, այլ ուղղակիորեն անդրադարձան յուրաքանչյուրիս վրա։ Կատարվածը աննախադեպ էր ու շատ տարբեր մեկնաբանություններ եղան։ Ինչ կատարվեց Երևանում մարտի 1-ի առավոտյան ու դրան հաջորդող մոտ 20 ժամերի ընթացքում։ Այս մասին ենք խոսելու ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի եւ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանի հետ։ Բարի երեկո։ Պարոն Մահտեսյան, առաջին հարցը ձեզ երևի թե Թատերական հրապարակում մոտ 10 օր չարտոնված ցույցեր էին ընթանում եւ իրադրությունը ոստիկանության հսկողության տակ էր, թվում էր ամեն ինչ հանգիստ է։ Ինչ կատարվեց մարտի 1-ին։ Ինչու հենց այդ օրը որոշում կայացվեց ցուցարարներին հեռացնել հրապարակից։ Իրականում 10 օր ցուցարարներ հավաքվել էին Թատերական հրապարակում եւ ոստիկանությունը չնայած օրենքի ուժով լիազորված էր պատասխանատվության ենթարկել, բայց այդ քայլերը չէր ձեռնարկում։ Երևի թե ցուցարարների թվի նվազման միտումը եւ խաղաղ ճանապարհով այս հարցը լուծելու մտայնությունը մեզ ստիպում էին առաջ մեզ ուշ չկիրառել, ինչպես նաեւ օրենքի դրույթներ։ Սակայն փետրվարի 29-ին ստացված տեղեկատվությունը մեզ ստիպեց լուրջ մտածել, երբ ստացվեցին, որ մեր օպերատիվ ծառայությունների կողմից որ ցուցարարների մոտ կա զենք, զինամթերք եւ քայլեր են ձեռնարկվում ցուցարարների մոտ տեղափոխել այդ զենք զինամթերքը։ Երբ ազգային անվտանգությունից եւս ստացվեց այդ տեղեկատվությունը, մենք արդեն տեսանք, որ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել։ Եվ առաջի որոշումը, որ կայացվել է, դա ոստիկանության կողմից մտնել եւ կատարել համապատասխան գործողություններ, այսպես ասած, տեղազդնություն կատարել, ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում եթե վրաններ են, ապա նաեւ հուզարգություններ եւ արգրավել զենք զինամթերքը։ Մենք Թատերական հրապարակը ազատելու անհրաժեշտություն չենք ունեցել, այդպիսի նպատակ չենք դրել։ Եվ երբ մեր օպերատիվ խումբը մտավ ցուցարարների մեջ, նրանք մեզ դիմավորեցին մահակներով եւ երկաթյա ձողերով։ Մենք զգացինք, որ նրանք արդեն պատրաստ են ոստիկանների գալուն։ Մենք նույնիսկ հանգարցակի եկանք եւ այդ կադրերը գնում են եւ կադրում շատ པարզ երևում է, թե ինչպես ցուցարարները դիմավորեցին մեզ եւ սկսեցին նույնիսկ հարձակվել։ Այմա շատ լավ երևում է, թե ինչպես են ցուցարարները հարձակվում ոստիկանների վրա։ Իհարկե պատկերը տեսադիտման նյութերը շատ խավար են, դա հերվից է նկարահանած, բայց երևում է որտեղ որ վահաններն են, դրանք ոստիկաններն են, իսկ այդ ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա։ Եվ նույնիսկ առաջի պահին մենք չէինք սպասում նման բուռն հարձակման, ոստիկանները ընկրկեցին որոշակի տարածք, հետո համախմբվեցին եւ համարժեք գործողությունների դիմեցին վահաններով եւ մահակներով։ Սա ոստիկանների միակ զենքն էր, որ այդ օր ունեին։ Ոչ մի հրազեն, ղեկավարության ցուցումով ոչ մի հրազեն նրանք չեն ունեցել են վահաններ, սաղավարտներ եւ մահակներ։ Որից հետո, իհարկե, ոստիկանները կարողացան, եթե այդ կադրերը կարողանանք մեկ անգամ եւս ցույց տալ, ես շատ իրախտապարտ կլինեմ, շատ կարեւոր են, որովհետեւ շատ շահարկվում է այն բանը, որ ոստիկանները մտան եւ սկսեցին ծեծել ցուցարարներին։ Այո, իսկապես շատ է շահարկվում։ Սկզբում առանց որևէ անգամ մահակի կամ առանց մի որևէ սաղավարտի կամ նաեւ վահանի ոստիկանները փորձում են մտնել ցուցարարների մեջ եւ համապատասխան գործողություններ կատարել։ Նրանց բուռն ռեակցիան եւ հարձակումը ոստիկանները ընկրկում են հետ, սկսում են նրանց հարձակումը եւ տեսեք մեր վահաններով եւ մահակներով չեն կարողանում դիմադրել առաջի պահին, մինչեւ համախմբվում ուժը, որտեղ մենք չենք սպասում նման հարձակման, որ կարող են։ Նրանք զինված էին մահակներով, երկաթյա ձողերով, ինչպես նաեւ մեր վրա
մեր ազնագազմի վրա նետվում էին երկաթյա ձողերից, դուք արդեն հնարավորություն եք ունեցել ցուցադրելու նման կադրեր, մենք ոզնիներ անվանեցինք դրանց, սուր ծայրեր ունեին եւ դրանք մեծ վնասվածքներ էին հասցնում ոստիկանության աշխատակիցներին։ Այսինքն դրանով ինչ են անում։ Նրանք շպրտում էին ոստիկանների վրա եւ ցանկացած կպաստեղում նա լուրջ վնասվածքեր առաջացնում, ինչպես նաեւ նրանց ծանրությունը, այնպես էլ նրանց սուր եզրերը։ Այսինքն նույնիսկ վահանները այս դեպքում չէին կարող։ Իհարկե, եթե վահանին էր կպնում, դա չէր կարողանում ազդել, բայց եթե վահանից դուրս էր գալիս, միայն առաջին շարքն էր մեր վահանը պաշտպանում, բայց եթե վերևից էին գցում, ապա նրա գլխի, դեմքի կամ մարմնի որևէ մի մասին կպնելու պարագայում ոստիկանության ծառայողը ստանում էր լուրջ վնասվածք։ Այդ թատերական հրապարակում ստացած վնասվածքների մեծ մասը այդ դրանց եւ երկաթյա ձողերի հարվածներից ստացված վնասվածքներն են։ Իսկ դրանից հետո արդեն մոտ 1 ժամ ու կես հետո տեղեկատվություն ստացվեց, որ մարդիկ հավաքվում են ֆրանսիական դեսպանատան մոտ։ Հնարավոր չէր արդյոք կանխել այնտեղ կուտակումները։ Խնդրեմ, պարոն Հունանյան, դուք պատասխանեք այս հարցին։ Գուցե այդ հարցին ես պատասխանեմ։ Կարծես թե թատերական հրապարակում ամեն ինչ ավարտված էր։ Ցուցարարները դուրս էր հանված հրապարակից եւ մենք թատերական հրապարակում կատարում էինք օպերատիվ քննչական միջոցառումներ, արգրավելու այնտեղ հայտնաբերված հրազենները, զինամթերքը, թմրանյութը եւ այլն։ Այդ նպատակով շրջափակել էինք օպերայի տարածքը ոստիկանության զինվորների ուժերով։ Ժամը 11:30-ի 12 սահմաններում ազանք ստացվեց, որ մարդկային կուտակումներ առաջացել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Ոստիկանության պետի տեղակալ Լաֆյանի հետ անմիջապես մեկնեցինք դեպքի վայր։ Հասնելով դեպքի վայր, ականատես եղանք անսպասելին։ Տեսանք ֆրանսիական դեսպանատան անմիջապես դիմաց հավաքված շուրջ 1000 քաղաքացիներ, կառուցել են բարիկադներ, բռնազավթել են փողոցով անցնող տրոլեյբուսները, ավտոբուսները եւ պատական ավտոմեքենաները եւ շրջափակել բանուկ փողոցի մասը, կառուցել բարիկադներ։ Դեսպանատան հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Միասնիկյանի արձանի դիմաց եւս հավաքվել էին 1500-ից 2000 մարդիկ։ Անմիջապես մեր նպատակն էր հավաքված քաղաքացիներին դուրս հանել դեսպանատան տնից, որովհետև ամեն րոպեին կարող էր այնտեղ կատարվել անսպասելի։ Մեր կողմից պահանջ տրվեց հեռանալ դեսպանատան կողմից։ Մի քանի տաք գլուխ ցուցարարներ անմիջապես բարձրացան այնտեղ տեղադրված տրոլեյբուսների եւ ավտոբուսների վրա, զինված մահակներով, երկաթյա ձողերով, մի քանիսի ձեռքին կար շեշեր, որոնց մեջ լցված էր հեղուկ վառելանյութ։ Եվ հայտարարեցին, որ եթե հանկարծ մեր նկատմամբ կիրառվի որևէ բռնություն, մենք պատրաստ ենք այրել եւ ավտոբուսները եւ շրջապատը։